Սիրելիներ, ուզում եմ բացենք Սաղմոս 42:3-ը։ Սաղմոս 2-ն այսպես է ասում. Իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որտև ինձ ամեն օր ասում են, ուր է քո Աստվածը։ Եվ Սաղմոս 42:10 համարը իմ ոսկորները փշրվելիս էլ իմ թշնամիները ինձ դեռ նախատինք են տալիս ամեն օր եւ ասում են, ուր է քո Աստվածը։ Այսօրվա թեման, որ վերնագրել եմ, հենց այդպես էլ կոչվում է, ուր է քո Աստվածը, սիրելիս։ Գիտեք, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ ամեն օր գրեթե նորամուծություն է լինում, ամեն օր նորություններ ենք ունենում, մենք ապրում ենք մոդայի դարաշրջանում, մրցակցության դարաշրջանում, հիբրիդային դարաշրջանում, սիրելիս, եւ շատ քիչ է տեղ տալիս այսօր աշխարհը հավատքին կամ Աստծուն, սիրելիներս։ Գրեթե բոլորիս այս հարցը տվել են, չէ՞, երբ որ մարդը լինում է նեղության մեջ, երբ որ մարդը լինում է տառապանքի մեջ, երբ որ մարդը լինում է ցավի, հիվանդության եւ կորուստի մեջ, մարդկանց արձագանքը առաջին իսկ հայացքից սա է, բա որ դու հավատում ես Աստծուն, բա որ դու պաշտում ես Աստծուն, ուր է քո Աստվածը։ Գիտեք, այնպես չի, որ մենք Աստծուն հավատում ենք, ուրեմն մենք պետք է դժվարություններ չունենանք, մենք խնդիրներ չունենանք, մենք տառապանքներով չանցնենք։ Շատ ժամանակ Աստված թույլ է տալի, որպեսզի այդ նեղությունները գան մեր կյանքի մեջ, սիրելի քույրս, եղբայրս, որտեվ այդ նեղությունների մեջ մենք ավելի ենք ամրանում, նեղությունների մեջ ավելի ենք սկսում վստահել Աստծուն եւ դառնալ եւ ասել. Տեր, դու ես իմ ապավենը, Տեր, դու ես չգիտեմ ինչ ես անում իմ կյանքում, բայց ես քեզ վստահում եմ։ Ամեն։ Մենք բոլորս էլ անցնում ենք այդ դժվարություններով, ինչպես որ ասեցի, եւ մարդկանց արձագանքը, այո, եթե դու ապավինում ես Աստծուն, ուր է քո Աստվածը, այս հարցի մեջ կա մեղադրանք, այս հարցի մեջ կա դատապարտություն, այս հարցի մեջ կա հեգնանք, ծաղրանք, այսինքն, եթե դու հավատում ես, ուր է բա քո Աստվածը, թող փրկի քեզ հիմա այս պահին։ Գիտեք, այս խոսքերը մեզ պետք է չլինի նրան համար, որ մարդիկ ուզում են մեր հավատքը կոտրեն դրանով, բայց Աստված ընդհակառակը դրանով ուզում է ասի, որ թեպետ մարդիկ տեսնում են քո վիճակը, թեպետ իրավիճակը գնահատվում է, որ էլ հույս չկա, էլ ճանապարհ չկա, բոլոր դռները փակ են։ Կա մի բան ցավից ավելի ծանր եւ դա մարդկանց խոսքն է։ Մարդիկ ոչ թե ճիշտ մարդիկ մեզ կարող են մխիթարել, ճիշտ մարդիկ կարող են մեր համար աղոթել եւ մեր կողքը կանգնել, այդպես այո, փառք Տիրոջը այն մարդկանց համար, ովքեր ճիշտ մարդիկ են մեր համար, մեր հովիվները, մեր առաջնորդները, մեր հոգեվոր հայրերը, մեր աղոթքի թիմը եւ ամեն օր աղոթք արվում մեր համար, փառք Տիրոջը դրա համար, բայց երբ որ մեր ցավը սխալ մարդու մոտ ենք պատմում, նրանք սկսում են մեղադրել, ուրեմն դու մի բան արել ես, որ այդպես է, չէ՞։ Մարդկային ռեակցիան այդպիսին է առաջին իսկ պահին։ Մարդիկ ասում են, բա լավ, այդքան գնում ես եկեղեցի, այդքան նվիրված ես, այդքան տասանորդ ես տալիս, բա ուր է քո Աստվածը, եթե դու այդքան իրան վստահում ես։ Բայց դա այդպես չի, սիրելիս։ Աստված փորձում է նաև այն պահին, որ տեսնի մեր սրտի արձագանքը նրա հանդեպ։ Սաղմոս 2-ն այս տողերը գրելուց այնքան տխուր էր, որ նույնիսկ լացն էր դարձել նրա կերակուրը։ Կարծում եմ, որ այս խոսքերը մարդկանց միջոցով սատանան հաճախ օգտագործում է որպեսզի կոտրի մարդկանց հավատքը։ Ես 4 կետեր եմ առանձնացնել եւ 4 հերոսների մասին ենք այսօր խոսելու։ Առաջինը դա Հովսեփը բանտում, Ծննդոց 39:21-ը։ Խնդրենք մեդիայի ծառայությունը օգնի մեզ։ Բայց Տերը Հովսեփի հետ էր, ողորմություն ցույց տվեց նրան եւ բանտապետի առաջ շնորհք գտնել տվեց նրան։ Գիտենք այս պատմությունը, այս պատմությունը իմ շատ սիրելի պատմություններից մեկն է Աստվածաշնչում, սիրելիներ։ Մենք միշտ սիրում ենք, չէ՞, որ ասում ենք, Հովսեփը վարչապետ դարձավ։ Մարդը չի ուզում տեսնի նրա անցած ճանապարհը, չի ուզում տեսնի նրա տառապանքը, նրա անցած ուղին, բայց միայն կենտրոնանում է մարդկային հաջողության վրա, դիրքի վրա, պաշտոնի վրա, փառքի վրա, գումարի վրա, չէ, հեղինակության վրա։ Մարդիկ սիրում են, որ միշտ ուշադրության կենտրոնում լինեն նրանք։ Միշտ առաջի տեղերում, չէ, միշտ որ մարդկանցից բարևներ ընդունեն։ Բայց այդպես չի, սիրելիներ։ Միշտ չէ, որ այդպես կարող է լինել, եւ հնարավոր է, որ այդպես չլինի միշտ։ Բայց Հովսեփը ինչ արեց։
Հովսեփ ուներ երազներ, ուներ տեսիլք, նա հոր սիրելի որդին էր։ Եվ դա եղբայրներին դուր չեկավ, եղբայրները չարությունից ու նախանձից վաճառեցին իրենց եղբորը, դրանով չվերջացավ նրա մղձավանջները, հետո նա մեղադրվեց բռնաբարության համար և նետվեց բանտ, կարծես թե Հովսեփը մոռացել էր իր երազների մասին, ինչ երազների մասին է խոսքը, այսքան տառապանք, եթե ես իմանայի, որ այսպիսի բաների միջով կանցնեմ, ինձ պետք էր 100 տարի այդ երազները, բայց նա սիրելիներ չդառնացավ իհարկե, բայց ամենակարևորը այստեղ այս համարն է, որ ասում է, բայց Աստված բանտում Հովսեփի հետ էր սիրելիներ, և նրան բարձրացրեց, դու էլ կարող է բանտարկված լինես կամ դու ինքդ քեզ բանտարկած լինես, որտև մեղքը դա բանտ է, մեկուսացումը դա բանտ է, մարդը կարող է ազատության մեջ լինել, բայց բանտարկված լինել, իր մտքի մեջ, որտև միտքը կռվի դաշտն է մեր սիրելիներ, յուրաքանչյուրս մենք կարիք ունենք ամեն օր սպառազինել մեր միտքը, չէ, Եբրայեցիների թուղթն ասում մենք կարիք ունենք, որպեսզի Աստված իր փրկության հույսի սաղավարտը դնի մեր գլխին, նրա իր զրահապատ բաշխոնը հագցնի, որպեսզի պաշտպանված լինի մեր միտքը, եթե մեր միտքը պաշտպանված լինի սատանայի կրակոտ նետերից, մեր սիրտն էլ պաշտպանված կլինի, որտև մտքից է գալիս ամեն բան, մարդը մտածում է, մարդը խորհում է, մարդը անալիզ անում իր մեջ, հետո գալիս է նրա սիրտը և դրանից հետո գործողություն է դառնում դա սիրելիս։ Հովսեփը բանտում էր և Աստված նրա հետ էր։ Եվ թեկուզ դու այսօր կարող է բանտում լինես որոշակի խնդիրների մեջ, որոշակի հանգամանքների մեջ, պարքերի մեջ, դու մտածես, որ Աստված լքել է քեզ, Աստված մոռացել է, Աստված չգիտի իմ ցավի մասին։ Ես բարի լուր ունեմ, սիրելի քույրես, եղբայրս այսօր քո համար։ Աստված այստեղ է, որպեսզի ազատի քեզ բանտից, ինչպես որ ազատեց Հովսեփին։ Նա անպայման այսօր քեզ կայցելի, երբ մարդիկ չեն տեսնում ելքը, Աստված արդեն պատրաստել է հաղթանակը, ամեն։ Երկրորդ պատմությունը, որ ուզում եմ ասել, Սեդրակի, Միսակի և Աբեդնագովի պատմությունն է, նրանք կրակի կամ հնոցի մեջ էին։ Այս տղաները, սիրելիներ, ծնկի չեկան և չերկրպագեցին Նաբուգոդոնոսորի սարքած ոսկե արձանին, Դանիել 3:16-18 համարները։ Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասեցին. այս բաների մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ով թագավոր, նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացիր, ով թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու։ Լսեք, սիրելիներ, նրանք ասում են, անգամ եթե մեր Աստվածը չազատի մեզ կրակից կամ քո ձեռքից, մենք մեկա չենք պաշտելու, ինչպիսի անսասան հավատք, սիրելիներ։ Նրանց որոշումից և հաստատակամությունից թագավորը այլայլվեց և հրամայեց հնոցը սովորականից ավելի 7 անգամ ավել վառել թեժ և նետեց կրակի հնոցը, երբ թագավորը նայեց կրակի մեջ, ապշեց, պատկերացրեք, նա այնքան զայրացած էր, այնքան ատելություն և այնքան չարություն կար նրա մեջ, որ նա ասում էր մի անգամը քիչ է, 7 անգամ ավել վառեք, բայց ի զարմանս նրա, երբ որ նա տեսավ կրակի մեջ, ասեց, մենք 3 մարդ ենք գցել կրակի մեջ, ապա այս 4-րդը ով է, և 4-րդը Աստծո որդու նման մեկն էր։ Գիտեք, սիրելիներ, մենք երբ որ մի կրակ ենք վառում, մեր վրայից կրակի հոտ է, չէ՞ գալիս, բայց նրանց երբ որ գցեցին կրակի հնոցի մեջ, նրանց վրայից անգամ կրակի հոտ չէր գալիս։ Միթե սա հրաշալի չէ, սիրելի քույրս, եղբայրս, որ դու մի հատ փառաբանես ու ծափարես Տիրոջը հիմա։ Անգամ նրանցից կրակի հոտ չեկավ, Աստված կարող էր փրկել մեզ անգամ կրակներից, ամեն։ Միգուցե դու կրակով ես անցնում, հնոցով կամ դարբնոցով, հիշիր, որ Աստված քեզ հետ է անգամ կրակի մեջ, ամեն։
Եսայա 43, 2 և 3 համարները մեդյան օգնի մեզ։ Եթե ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով չես այրվի, և բոցը քեզ չպիտի լափի։ Սիրելներ, անգամ նրանց գցեցին կրակի մեջ, բայց մի կրակ կա, որ վառվում է մեր սրտերի մեջ, և դա Սուրբ Հոգու կրակն է։ Խնդրենք Սուրբ Հոգուն, որ այսօր այդ կրակով այրի ամեն օտար կրակները մեր ներսում, ամեն օտար կրակները, մարդիկ կրակ են վառում Տյառն դառաջի իբրև թե քրիստոնեական տոնը, այսօր մարդիկ հարմարացնում են քրիստոնեական տորերը հավատքի հետ, բայց բացարձակ չի ձուլվում նրանք մեկը մյուսի հետ, սիրելի քույրս, եղբայրս, նրանք կրակ են վառում եւ այդ կրակի վրայով թռնում են, մտածելով, որ այդ կրակը կարող է հաջողություն բերել, եւ մարդիկ ընկնում եւ վառվում են այդ կրակի մեջ, բայց մի կրակ կա, սիրելի քույրս, եղբայրս, եւ դա Սուրբ Հոգու կրակն է, որ վառվում է մեր սրտերի մեջ ամեն օր ու գիշեր, եւ մեր ներսից աղաղակում է Աբբա Հայր։ Միթե սա հրաշալի չի, սիրելի քույրս, եղբայրս, օրհնյալ լինի նրա անունը, ամեն։ Աստված երբեք չի ուշանում, մարդիկ մտածում են վերջ, ամեն բան վերջացած է, այո, մարդկայնորեն ամեն բան վերջացած է, բայց երբ որ վերջանում է մարդկային հնարավորությունները, մարդկային սահմանները, մարդկային տարածությունը, մարդկային ընդունակությունները, ճարպկությունը, հարուստ բարեկամներն ու հարևանները, այդտեղ միջամտում է Աստված իր գերբնական զորությամբ, ամեն։ Երբեմն Աստված թույլ է տալիս փորձություններ մեր կյանքում, բայց դա չի նշանակում, որ նա լքել է մեզ։ Դրանով փորձվում է մեր հավատքը եւ վստահությունը առ Աստված։ Հավատքը կախված չէ հանգամանքներից, հավատքը վստահություն է Աստծուն անկախ իրավիճակից։ Աստված կարող է պաշտպանել իր զավակներին նույնիսկ ամենաանվտանգ իրավիճակում, ամեն։ Երրորդ հերոսներից մեկը, որ ուզում եմ ասել, Հոբն էր։ Սիրելներ, սա մի յուրահատուկ օրինակ է մեզ համար, Հիսուսից հետո իհարկե։ Ես միշտ սիրում եմ ասել, որ ամեն իրավիճակներում, ամեն օրինակներից առաջ, ամեն հերոսներից առաջ Հիսուսը լինում է եւ կա եւ կմնա մեր կյանքում ամենամեծ հերոսը մեր համար, ամենամեծ օրինակը։ Գիտեք, նա մյուսների նման չէր, որ մարդկանց ասում էր, բայց նա չէր անում։ Նա ասում ու անում էր եւ ասում էր, ինչպես որ ես արեցի, դուք էլ արեք, որտեվ եթե մարդկանց հանդեպ սեր ունենաք, մարդիկ կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Նա ասեց, ես ձեր մեջ ծառայի պես եղա, եւ նա կռացավ եւ իր աշակերտների ոտքերը լվաց։ Գիտեք, մեր Աստծո մեծությունը նրա ամենակարողության մեջ չի միայն, այլ նրա խոնարհության մեջ, որտեղ Աստված խոնարհներին շնորհք է տալիս, ամեն։ Հոբը կորցրեց գրեթե ամեն ինչ, բայց նա չդառնացավ, չչարացավ եւ ամենակարևորը չմեղանչեց Տիրոջ դեմ։ Բայց հարցը նա չէ, թե նա ինչ կորցրեց կամ ում կորցրեց, այլ նա, թե նրա արձագանքը ինչպիսին էր Աստծուն ի պատասխան։ Այո, անգամ մեր տառապանքների եւ կորուստների մեջ Աստված չի լքում մեզ։ Եթե Աստված Հոբին ազատեց ցավից, կորուստից եւ տառապանքներից, նա կարող է այսօր ազատել նաեւ ինձ ու քեզ։ Ամենագլխավորը նա է, որ մենք ինչքանով կվստահենք Աստծուն։ Հոբի 1:21-ը կարող ենք նայել, սիրելներ, պատկերացրեք, նա մի օրվա մեջ կորցրեց գրեթե ամեն ինչ։ Եվ Հոբը ասեց, իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերը առավ, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Ամեն։ Գիտեք, ինչքան ցավալի է եւ ինչքան դժվար է ցավի մեջ Տիրոջը փառք տալ, սիրելիներ։ Այնքան դժվար է, մեր բերանը անգամ չի բացվում։ Մեր բերանը չի բացվում, որ մի հատ փառք տանք Աստծուն այդ պահին, որտեվ սիրելիներ, ուրախության մեջ, հաջողության մեջ, հեշտ է ասել փառք ես Տեր։ Երբ որ ամեն բան լավ է մեր կյանքում, մենք կարիք չունենք, որ տխրենք կամ տրտմենք, բայց երբ որ ցավը գալիս է, երբ որ հիվանդությունը գալիս է, երբ որ անգամ մի 37 աշճան ջերմություն ենք ունենում, վայ, խոսացնել չի լինում, վայ, վատ է, հոգնեք ինձ, օգնեք, բայց մարդիկ կորուստի մեջ, Հոբի կորուստը, Հոբի ցավը, նա կորցրեց
10 երեխաներին սիրելներ։ Նա կորցրեց իր հարստությունը, նրա աչքին բան չէր գալիս, բայց Հոբը իր բերանը անգամ նա այդքանից հետո Աստված նրա կնոջը թողեց, որպեսզի նրա կինն էլ ցավեցներ նրան, բայց նրա կինը ասեց. «Ինչ ես կատարելության կապը բռնել։ Աստծուն հայոյի եւ մեռի, ինչ ես էլ ասում, որ ընդունում ես այդ ամենը»։ Բայց փառք Տիրոջը սիրելներ մեր կանանց համար, որ նրանք Հոբի կնոջ նման չեն։ Փառք Տիրոջը մեր կանանց համար, որ նեղությունների մեջ մեզ աղոթքով աջակցում են եւ ոչ թե մեզ ավելի վատ իրավիճակի մեջ են դնում։ Շնորհակալություն Տիրոջ ես ամեն ինչի համար։ Եվ Հոբը այդ տառապանքների մեջ, այդ հիասթափությունների մեջ, այդ ցավի մեջ, եւ նա անգամ իր առողջությունն էր կորցրել եւ քերվում էր, նա այնքան վատ էր նրա վիճակը, որ բոլորը լքել էին, կորած ամանի նման էր դառել նա, եւ նրանից հոտ էր գալի անգամ ֆիզիկապես, մարմինը փթում էր նրա, բայց Հոբը դրանով չմեղանչեց, չդառնացավ, չհիասթափվեց, չասեց Տեր, միթե դու չէիր ասում, որ քո նմանը չկա, դու տեսար Հոբին, անգամ Աստված պարծենում էր Հոբով, ասում էր, տեսակ, որ Հոբի նմանը չկար երկրի վրա։ Կարող ենք լինել մենք մեկը, որ Աստված հպարտանա մեզանով եւ ասի, տեսար Աշոտ որդուս նման մեկը չկա, Մխիթարի նմանը չկա, Մայրամի նմանը չկա։ Գիտեք, դա մեր շնորհքը չի, ինչպես Ղուկաս աղբերս ասում, դա մեր հոնարը չի, դա նրա փառքն է, դա նրա մեծությունն է, դա նրա ողորմությունն է ամեն մեկիս հանդեպ, որ այսօր մենք կանգնել ենք այստեղ խոսում ենք, բայց մարդիկ այսօր չարթնացան, սիրելի քույրս, եղբայրս, Աստված մեզ շատ բաներից է փրկում, շատ բաներից է օգնում, շատ բաներով ենք անցնում, բայց որն է մեր նպատակ այդ ամենի, որպեսզի չչարանանք եւ չդառնանանք Տիրոջ հանդեպ սիրելներ։ Դժվար է, հեշտ չի։ Մարդիկ ասում են, ոնց կարելի է Աստծուց գոհանալ մի բանի համար, որ Աստված տարել է քեզանից, պոկել է քեզանից, ամենաթանկին, ամենամտերիմին, որ դու չես պատկերացնում քո կյանքը առանց դրա։ Սիրելիս, չկա իմ կյանքում նման բան։ Կարող ես ունեցել եմ կորուստ, ես հայր եմ կորցրել, ունեցել ենք կորուստներ, ունեցել ենք հիասթափության պահեր, բայց մենք այսօր ապրում ենք ու կանք, բայց եթե Աստծո ներկայությունը չլինի իմ կյանքում, եթե Աստված չլինի, ես չեմ ուզենա մի վայրկյան անգամ ապրել։ Եթե Տերը չլինի իմ կյանքում, ես մեռածի նման կլինեմ։ Ինձ պետք չի ոչինչ, եթե ես Աստծո ներկայությունը կորցնեմ իմ կյանքում։ Նման իրավիճակներում են ասում, բա ուր է քո Աստվածը։ Ուր է քո Աստվածը այսօր։ Հոբի հավատքը ապացույցներ այն բանի, որ Աստված արժանի է հավատքի նույնիսկ ցավի մեջ։ Հոբ 16:19 Հենց հիմա էլ ահա երկնքում է իմ վկան եւ իմ փաստաբանը բարձրերում է։ Պատկերացնում եք ինչ արտահայտություն է, ինչպիսի հավատք, ինչպիսի վստահություն, ինչպիսի ապավինություն, այդքանից հետո ասում է, ահա իմ վկան հիմա երկնքում է եւ իմ փաստաբանը։ Գիտեք, որ դատաստանի օրը մեր փաստաբանը Հիսուս Քրիստոսն է, նա է մարդուն մեղադրողը եւ նա է միևնույն ժամանակ արդարացնողը, նրանք ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսի թափած սուրբ արյունը եւ ապավինեցին իրենց կյանքը Քրիստոսին եւ իրենց հոգիները չսիրեցին միջև մահ։ Ահա թե ով է նա, ում մենք ապավինում ենք, ահա թե ով է իմ փաստաբանը, որ երկնքում է եւ իմ դատապաշտպանը, որ մեզ արդարացրել է։ Սիրելիս, դու արդարացված ես, անգամ Աստված չի հուշում քո անցյալի մեղքերը։ Մենք ենք երբեմն գցում այնտեղ այդ կարթը, որտեղ որսում են ձկներին, բայց այնտեղ արգելված է որսը, բայց երբեմն մենք գցում ենք եւ փնտրում ենք այնտեղ մեղքեր ենք դուրս անում։ Աստված ասում է, ես մոռացել եմ դրանք, սիրելիս, ինչու ես դու հիշում դա։ Ինչու ես հիշում։ Սատանան է դա հիշեցնում։ Սատանան մեզ հիշեցնում է մեր մեղքերը եւ մենք էլ հիշեցնում ենք նրա ապագան, կրակի լիճն է նրա ապագան, որտեվ Հիսուս հաղթել է նրան։ Հիսուսը գրեթե ոչ ոքի սիրելիս չի հաջողվել այսքան ժամանակ հաղթել մեղքին, հաղթել մահվանը եւ հաղթել գերեզմանին,
Պողոսն ասում է, ուր է գերեզման քո խայթոցը, ուր է գերեզման քո հաղթությունը, մեղքի խայթոցը մահն է, սիրելիս, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ամեն։ Երբ մարդիկ հարցնում են, ուր է քո Աստվածը, մեր արձագանքը պիտի լինի հետևյալը, նա այստեղ է, նա գործում է եւ նա վերահսկում է իմ կյանքը։ Սաղմոս 115-ի երկրորդ եւ երրորդ համարները։ Ինչու հեթանոսները ասեն, նորից մարդիկ կասեն այս ամենը մեզ, ուր է նրանց Աստվածը, բայց մեր Աստվածը երկնքում է, ամենը ինչ որ կամենում է, անում է, ամեն։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներ, ինչքան հրաշալի է մեր Աստվածը, ինչքան գեղեցիկ է եւ ինչքան հիասքանչ է, նա անփոխարինելի Աստված է մեր կյանքում, ոչ թե նա մեր վերջին հույսն է, նա մեր միակ հույսն է, ամեն։ Միգուցե մարդիկ թողնեն մեզ մեր տառապանքների մեջ, մեր կորուստների մեջ, անգամ մենք կարող ենք թողնել մարդկանց, բայց Աստված երբեք չի լքում։ Դավիթն ասում է, եթե անգամ հայրս ու մայրս թողնեն ինձ, Աստված երբեք չի լքում ինձ։ Եվ վերջի օրինակը, որ վերջինը չի, նա միշտ առաջինն է, Հիսուսը տաճարի մեջ, Հիսուսի օրինակը, սիրելիներ, հրաշալի օրինակ, հրաշալի մանկություն, արտասովոր ծնունդ, արտասովոր մանկություն, արտասովոր պատանեկություն, ամեն նրա դրվագը կյանքի յուրահատուկ է, առանձնահատուկ է։ Նա սովորական մարդկանց պես ծնվեց, բայց սովորական մարդկանց պես չապրեց երկրի վրա, սիրելիներ։ Նա յուրահատուկ մեկն էր, ով հեղաշրջեց ամբողջ մարդկության պատմությունը, ով որ մարդկությունը դատապարտված էր ի սկզբանե մահվան, նա եկավ եւ վերցրեց մեր մեղքի անեծքը, նա խաչապայտի վրա վճարեց մեր մեղքերի գինը եւ մեր խոցերը, նրա վերքերով մենք բժշկվեցինք, մեր անօրենության պատիժը, մեր խաղաղության պատիժը նրա վրա դրվեց, մի կերպարանք չկար, որ նրան ախորժեինք։ Ես հիացած եմ իմ փրկչով, սիրելիս, մեր հիացմունքի միակ աղբյուրը, մեր հիացմունքի միակ Տերը նա է, նրանով եմ հիանում ամեն օր, որտև այս աշխարհը մի օր չի լինելու, բայց նա հավիտյան կա եւ կմնա, եւ մենք հավիտյան պիտի թագավորենք նրա հետ, եւ այնտեղ լաց չի լինելու, եւ Աստված ամեն արտասուք պիտի սրբի մեր աչքերից։ Քո համար ուրախալի լուր ունեմ, սիրելի, մեկը ով անցնում ես տառապանքով, Աստված տեսել է քո արցունքները, Աստված տեսել է քո տառապանքը, մի տրվիր մարդկային կարծիքներին, մի տրվիր սուտ սրտահովանքներին, եթե Աստված կա, ուր է նա, որտեղ է քո Աստվածը, նա այստեղ է, եւ նա հսկում է իմ կյանքի բոլոր իրավիճակները, ամեն։ Հիսուսը տաճարի մեջ, վերադառնանք Երուսաղեմ 2000 տարի առաջ, պատկերացնենք Զատիկ, եւ նրանք մեծ տոն էր Զատիկը, մեծ, եւ հրյաները որ քաղաքում, աշխարհի որ երկրի, որ ծայրում է լինեին, նրանք հավաքվում էին մեկտեղ եւ Զատիկը նշում էին, որտեվ դա իրենց փրկության օրն էր եւ մեր փրկության օրն է։ Մեծ տոնին, երբ որ նրանք հավաքվում էին մեծ շուքով նշում էին Զատիկը, Հովսեփն ու Մարիամն էլ 12 տարեկան Հիսուսի հետ հավաքվեցին եւ գնացին այդ օրերը նշելու։ Երբ այդ օրերը լրացան, նրանք վերադառնալով այնքան ոգևորված էին, այնքան հիացած էին, այնքան բավարարված էին, որ մոռացան Հիսուսին։ Մոռացան Հիսուսի մասին, սիրելիներ։ Պատկերացնում եք, մոռացան Հիսուսին եւ վերադառնալու ժամանակ տեսան չկա Հիսուսը։ Եվ նրանք սկսեցին փնտրել ազգականների, բարեկամների, մտերիմների մեջ եւ ասին չենք տեսել մենք Հիսուսին։ Նրանք 3 օրվա ճանապարհ էին եկել։ Եվ մեկ էլ հանկարծ հիշեցին, որ պատկերացնում եք, մենք մի բան ենք, մեր հեռախոսն ենք մի ակնթարթ մոռանում վերցնենք, ասում ենք, վայ, ուր է մեր հեռախոսը, վայ։ Բայց նրանք Հիսուսին էին կորցրել։ Դու այսօր ինչ ես կորցրել։
Այսօրվա ազգականներիդ եւ բարեկամներիդ մեջ ինչ ես փնտրում, սիրելի քույրես, եղբայրս։ Ումով ես հետաքրված, ինչով ես հետաքրված, ինչն է քո սրտի շարժարիթ է այսօր, ինչ ակնկալիքով ու սպասումով ես եկել Տիրոջ առաջ։ Որտեղ ես փնտրում նրան։ Կրոնի մեջ, հավատքի մեջ, քո մտերիմների մեջ, այո, փառք Տիրոջ են մարդկանց համար, ովքեր մեզ ներկայացրեցին մի օր Հիսուսին։ Բայց եթե դու եւ ես չունենանք անձնական փոխհարաբերություն Տիրոջ հետ, մենք չենք կարող ճանաչել նրան։ Միթե մենք կարող ենք այս ուղեղով, այս տրամաբանությամբ ճանաչել մեկին, ով կրում է երկրագունդը իր ափերի մեջ։ Ինչպես կարող ենք ճանաչել, եթե նա իրեն չճանաչեցնի։ Միթե դու մտածում ես, որ դու այդքան ճարպիկ էիր կամ հնարամիտ էիր, որ դու գտար Աստծուն, ոչ սիրելիս։ Դու չգտար Աստծուն, Աստված գտավ քեզ այսօր։ Եվ այսօր դու այստեղ նստած վայելում ես մեկին, ով ստեղծել ամբողջ աշխարհը, ում պատկառանքով են վերաբերվում այսօր հրեշտակները։ Եվ այն ամեն անգամ, երբ որ այդ երեսները իրենց պսակները գցում էին ոտքերի տակ, եւ հրեշտակներն ասում էին Սուրբ է Տերը։ Եվ նրանք ամեն անգամ ուշագնաց էին լինում Տիրոջ ներկայությունից։ Տիրոջը չի կարելի տեսնել։ Մի ակնթարթում։ Մենք չենք կարող նրան ճանաչել եթե անգամ 10 կյանք տրվեր մեզ, մենք դարձյալ չենք ճանաչի նրան այնպես, ինչպես նա է ուզում։ Բայց մեր Աստվածպաշտության համար Աստված հայտնել է մեզ ամեն ինչ արդեն։ Որտեվ նա էր եւ որ գալու է։ Եվ նրանք ասում են, ովքեր խոցեցին, պիտի տեսնեն նրան։ Փառք Տիրոջը, այսօր եղբայրս հրաշալի ձևով խոսած նրա երկրորդ վերադարձի մասին, միթե սա հրաշք չի, սիրելիներ, որ մենք այս աչքերով պիտի տեսնենք, մենք չգիտենք ինչպիսին ենք, բայց երբ որ նա գա, մենք նրա նման կլինենք։ Դու ուզում ես լինել նրա նման, այսօր աշխարհն ուզում է այսինչ մեկի երկրպագուն լինի, այնինչ շոու բիզնեսի նմանակը լինի, սա լինի, նա լինի, հիմարություն։ Ես ուզում եմ Հիսուսին նմանվեմ, սիրելիս, եւ ես միշտ ուզում եմ նրան նմանվեմ։ Մենք կորցրել ենք նրա նմանությունը, մենք չենք կորցրել նրա պատկերը, բայց մենք նմանությունը կորցրել ենք։ Աղոթենք, որ այսօր Աստված վերականգնի մեզ եւ նրան նման լինենք, ինչպես նա։ Ինչումն է նրա նմանություն, ասեց ինձ նման եղեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Փառք Տիրոջը սրա համար, սիրելիներ։ 3 օր հետո նրան տաճարում գտան վարդապետներով շրջապատված։ 12 տարեկան Հիսուսը վարդապետներին դաս էր տալիս։ Եվ նրանք բերանները բաց լսում էին։ Ասում են, որտեղից այս երեխային այսքան իմաստություն։ Հարցրին, ինչու համար է Հիսուս այս արեցիր, հայրդ ու մայրդ մենք ցավով որոնում են քեզ, եւ նրա պատասխանը ինձ ապշեցնում է, սիրելիներ, եւ նա ասեց, դուք չգիտեք, որ ես պետք է իմ հոր տանը լինեմ։ Երբ որ զանգահարում են ինձ Կիրակի օրը, մարդիկ ովքեր չգիտեն, որ ես որտեղ պիտի լինեմ, ասում են, Գեոր, անհասանելի ես դու, ասում եմ, դուք չգիտեք, որ ես իմ հոր տանն եմ այդ ժամին։ Երբ որ մենք մեր հոր տանն ենք, մենք ազատ ենք զգում։ Ինչքան լավ է, չէ՞, երբ որ ճանապարհից հոգնած, ծանրաբեռնված վերադառնում ենք տուն, երբ որ տան դուռը բացում ենք, ինչքան հանգստանում ենք։ Ահա ես տանն եմ։ Բա որքան առավել մեր հոր տան մեջ, որ մենք ոչ մի մաս ու բաժին չունենք, նա է ամեն բան արել պատրաստի, մսացու եզը մորթած, ամեն բան, հարսանիքի սեղանը գցված, երանի նրան, ով մասնակիցը կդառնա մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի հարսանիքին, ամեն։ Շատ մեծ ուրախություն է լինելու, սիրելիներ։ Մենք այսօր մասնակից ենք լինում բազմաթիվ հարսանիքների։ Մարդիկ տարիներ առաջ պատրաստվում են այդ հարսանիքի։ Միլիոններ են ծախսում։ Ամենաշքեղ պայմաններն են ստեղծում, ամենամոդայիկ հագուստները, ամենավերջի մեքենաներով հարսին նստեցնում եւ տանում են։ Եվ մի քանի ամիս հետո ցավոք նրանք բաժանվում են։ Մարդիկ գաղափարը վերցրել են, բայց գաղափարը չեն վերցրել, սիրելիներ։ Որն է ավելի կարևոր, հարսանիքը, շքեղությունը, ցուցամոլությունը, թե խորհուրդը հարսանիքի, որ մենք նշանված ենք նրա հետ եւ նա գալու է իր հարսի հետևից։
Սա այդ ուխտի վավերացումն է, որ Աստված իր Սուրբ Հոգին որպես կնիկ դրեց մեր սրտերի մեջ։ Նա մեզ ворջ չթողեց, սիրելիներ, այս աշխարհի մեջ, ովքեր Աստծուն չունեն, ողբալի եւ ամենադժբախտ մարդիկ են նրանք, ամենաթշվառ մարդիկ են, սիրելիներ, որտեղ առանց նրա չի կարելի ապրել այս աշխարհի մեջ, անհնարին է ապրել։ Մարդիկ զվարճանալով գնում են դժոխք։ Միթե նրանք այդպիսի այդ միտքը նրանց փակ, որ գնում են դժոխք աշխարհը վայելելով։ Բա մենք որքան առավել պիտի ուրախ լինենք եւ այստեղ կարող ես միա ծափարել նրան։ Կարող ես պաշտել ու երկրպագել եւ ասել շնորհակալ եմ Տեր։ Որքան հրաշալի ես դու, Հիսուս։ Ինչ մեծ են քո գործերը ու ինչքան հրաշալի են։ Ես հիացած եմ նրա մեծությամբ։ Երբեմն ես հուզվում եմ եւ չեմ կարողանում իմ էմոցիաները զսպեմ։ Տեր, ես ով եմ, որ դու հիշում ես ինձ, եւ իմ ազգը ով է, որ այսքան տարիներ, այսքան մուսուլմանների կոկորտի ոսկորին են կանգնած, եւ նրանք ոչկարում են մեզ կուլ տան, ոչկարում են փսխեն։ Ում շնորհքն է շա, ում ողորմությունն է, սիրելի քույրս, եղբայրս։ Մենք այսօր ապրում ենք ընտրությունների շեմին, մի քանի օր հետո ընտրություններ է լինելու, մարդիկ տարակուսանքի մեջ են։ Երանի թե այսպիսի տարակուսանքի մեջ լինեին իրենց հոգիների փրկության համար։ Մտածեին, սա էլ անենք, նա էլ անենք, մի ժամ առաջ ձեր հարցերը լուծեք Քրիստոսի հետ, սիրելիս, որտեղ վաղը կարող է ուշ լինել։ Մարդիկ տարված են, թոհու բոհ տիրում, ուժեղ Հայաստան։ Հայաստանը առանց Հիսուսի ուժեղ չի կարա լինել։ Դա մեր շնորհքը չի, ինչքան էլ մենք զինքով ու մինչև ատամները զինված լինենք, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը, ամեն։ Մենք կարող է եւ հնարավոր է, որ կորցնենք հարազատներ եւ մտերիմներ, ծանոթներ ու բարեկամներ, բայց ոչ երբեք Տիրոջ ներկայությունը, ամեն։ Հաճախ մարդիկ այնքան են տարված ծիսակատարություններով, կրոնով եւ ծառայությամբ, որ կորցնում են Հիսուսին։ Դե նորմալ բան է, ծառայության մեջ եմ, բայց առանց Աստծու պետք չի, որ մենք Աստծուն ծառայենք, սիրելիներ։ Պետք չի լինել միտեղ, որտեղ Աստված մեզ չի առաջնորդում։ Պետք չի միտեղ խոսել, որ Աստված մեզ չի խոսնակ դարձնում այնտեղ։ Մենք երբեմն խոսում ենք այնտեղ, որ պիտի լռենք եւ լռում ենք այնտեղ, որ պիտի խոսենք։ Եվ սա խոսում է նրա մասին, որ այդքան էլ Սուրբ Հոգու հետ մեր հարաբերությունը լավ չի։ Մենք այսքան ժամանակ ունենք, օրը 24 ժամ, բայց շատ քիչ ենք տրամադրում նրան եւ նրա հոգուն, որ հիմա մեր մեջ է։ Քույրս, եղբայրս, շնորհակալ եմ Տիրոջ այս սուրբ ներկայության համար, որ այս վայրի մեջ է։ Դիտեք, մարդիկ տարին մեկ կարող են զատիկ նշել, տարին մեկ կարող են այս կամ այն տոնը նշել։ Ինչ դրանով վերջացավ, մնացած օրերը Տիրոջը չի պատկանում։ Սա բովանդակություն եւ խորհուրդ է եւ ոչ թե ծիսակատարություն։ Կրոնը մեզ կարող է ներքաշել օտար բաների մեջ, ժամանակավոր բաների մեջ, երևացող բաների մեջ, որովհետեւ կրոնը մարդուն դրսից է փոխում, բայց հավատքը մարդուն ներսից է փոխում, սիրելի քույրս, եղբայրս։ Մենք մեր էությամբ պետք է փոխվենք եւ ամենամեծ հրաշքը նա չի, որ մեռելների հարություն լինի, դևերի հանում լինի, դա էլ է կարեւոր, բայց ամենամեծ կարևոր նշանակությունը դա մեր կյանքերի վերափոխումն է, սիրելի քույրս, եղբայրս։ Մենք պետք է ձգտենք ամեն օր Տիրոջը նմանվենք, ամեն օր, ամեն ժամ։ Ոչ մի մրցակցություն, չկա հավատքի մեջ մրցակցություն։ Մենք գործակիցներ ենք եւ ոչ թե մրցակիցներ, ամեն։ Մենք կարող է շատ հաճախ Հիսուսին փնտրենք մեր ազգականների մեջ, մեր բարեկամների մեջ, մտածելով, որ նա նրանց մոտ է, նա մեր բոլորի հետ է, մեր բոլորի մեջ է, բայց հարցը սա չի, թե մենք որտեղ ենք, հարցը նա է, որ արդյոք Աստված մեզ հետ է, արդյոք մենք պահում ենք նրա խոսքը։ Տեր օրհնի Վազգեն եղբայրս հրաշալի ձևով ներկայացրեց Տիրոջ ներկայությունը, ամենաթանկ բանն է մեզ համար, սիրելիներ, ամենաարժեքավոր, որ Սուրբ Հոգին գալիս է քամիով, գալիս է կրակով, եւ հնարավոր չի, որ Սուրբ Հոգին գա եւ մարդը չիմանա դրա մասին։ Բայց գիտեք, մի բան կա, նա շատ լուռ է հեռանում, որ անգամ մենք կարող է չիմանանք։
Ինչ եղավ Սամսոնի հետ։ Եվ Սամսոնը, երբ որ նա ֆիզիկապես գիտենք ամուր մեկն էր, ֆիզիկապես նա կարող էր երկաթի դարպասները վերցնել եւ տանել կիլոմետրեր հեռու դնել եւ թշնամուն ահուսարսափ ազդեր նրա վրա։ Բայց նա իր օծությունը կորցրեց, ինչի համար, որտեվ նա սխալ գործածեց իր, նա պատմեց իր սրտի ամենափափագելի եւ ամենանվիրական բանը, պատմեց մեկին, ով սխալ մարդ էր իր համար։ Եվ նա մտածում էր, որ այն անգամների նման, երբ որ ինքը արթնանա կգնա եւ կկոտորի փղշտացիներին, բայց նա սխալվեց, սիրելիներ։ Եվ մենք էլ կարող ենք կորցնել այդ ներկայությունը, եթե ուշադիր չլինենք։ Մենք պետք է պահենք դա, որտեվ Սուրբ Հոգին շատ փխրուն է, Սուրբ Հոգին շատ նուրբ է, եւ նա եկել է, որպեսզի Տիրոջից առնի եւ պատմի մեզ, որպեսզի մեր հարաբերությունը նրա հետ լինի ամեն օր, ամեն ժամ եւ փափագենք նրա ներկայությանը, որպեսզի Փիլիպոսի նման Սուրբ Հոգին ասում էր նրան այսինչ տեղը գնա, այնինչ տեղը գնա, մենք էլ այնքան սինխրոն լինի մեր հաղորդակցությունը Սուրբ Հոգու հետ, որ մենք լսենք նրա ձայնը։ Այսօր շատ ձայներ կա, բայց երբ որ նա խոսա, հաստատ կիմանաս, որ ինքն է, որտեվ նրան նմանը չկա, որ խոսում է։ Ես հավատում եմ շատերս այստեղ գրեթե բոլորս էլ լսել ենք նրա ձայնը, եւ այսօր դու կարիք չունես, որ վախենաս, որտեվ Աստված ասում է՝ մի վախեցի, ես քեզ հետ եմ։ Եթե կրակի մեջ ես, եթե բանտի մեջ ես, եթե հիվանդության մեջ ես, մի մտածի ինչա լինելու, այստեղից գնալու ես կարևոր որոշումով, կամ հիմա, կամ երբեք, որտեվ դու չես որոշում, դու որոշում ես, բայց Աստված է անողը, որոշումը մեզանից, զորությունը Տիրոջից։ Ամեն։ Եթե դու էլ կորցրել ես նրան կամ նրա ներկայությունը, ասեմ, որ նա հիմա Հիսուսը իր տաճարի մեջ է եւ հիմա այստեղ է, եւ ովքեր այս սրա կարիք ունեն, ովքեր կորցրել են Տիրոջ ներկայությունը, վերջում կարող եք առաջ գալ եւ մեր ծառայողները կաղոթեն ձեր համար, սիրելիներ։ Եվ մեկ իրական պատմությամբ ուզում եմ ավարտել այսօրվա խոսքը, սիրելիներ։ Մի պատմություն, որ իսկապես ցնցեց կյանքում լինում են ցավալի պահեր։ Հորատիո Սպատֆորդի կյանքից նա մի հաջողակ գործարար էր եւ քրիստոնյա, բայց մի շարք աղետներ եկան նրա կյանքում։ Առաջին մեծ հրդեհը այրեց նրա ամբողջ բիզնեսը, բայց սա վերջը չէր։ Ավելի ուշ նրա աղջիկները մահացան նավաբեկության ժամանակ, երբ նրան հեռագիր ուղարկեցին, նրա կինը գրել էր միայն 2 բառ. միայն ես եմ փրկվել։ Պատկերացրեք այդ ցավը, մենք չենք կարող պատկերացնել։ Գիտեք ով կարող է պատկերացնել։ Նա ով անցել է այդ ցավի միջով, նա ով այդ կորուստը ունեցել է։ Գիտեք, մենք 2020 թվին ունեցանք պատերազմ, որ մինչև հիմա հետ կա թողել այդ պատերազմը բոլորիս կյանքում։ Հատկապես նրանց այն մայրենի, ովքեր որդակորուս մայրեր են։ Այն մարդկանց, ովքեր անգամ հոգևոր մարդիկ եւ հովիվներ էին, ավակ հովիվներ էին, նրանք էլ կորցրեցին իրենց զավակներին պատերազմի ժամանակ։ Գիտեք, որտեվ Աստծո խոսքը ասում է, նա ինչ պատահում է մեղավորին, նա ինչ պատահում է ամբարիշտին, նաև պատահում է արդարին։ Աստված աչառություն չի դնում, Աստված տարբերություն չի դնում մարդկանց մեջ։ Մարդիկ են տարբերություն դնում, սիրելիներ, բայց երբ որ դա մեզ չի պատահում, դա չի նշանակում, որ մենք այդ մարդուց ավելի լավն ենք։ Դա չի նշանակում, որ մենք երևելի մեկն ենք, որ Աստված մեզ փրկեց, բայց այն մյուսին ոչ։ Դա հնարավորություն էր, որպեսզի մենք հետ նայենք մեր անցած ճանապարհը եւ փոխվենք եւ ապաշխարենք ու դառնանք մեր սխալ ճանապարհներից եւ ասենք՝ Տեր, ես ապաշխարում եմ։ Ես ներողություն եմ խնդրում իմ ապրած կյանքի համար։ Տերը օրհնի մեր արտակ եղբորը ցավի տառապանքի մեջ զավակ կորցրեց, բայց մխիթարություն գտավ։
բայց սկսեց ապրել, որոշեց, որ ապրի, որտեվ նա մտածեց, որ ինքը կգնա իր որդու մոտ եւ ոչ թե իր որդին կգա իր մոտ։ Որտեվ մենք հավատում ենք, որ Հոբն էլ, որ մտածում էր, որ Աստված իր զավակներին վերցրել է, նա կարող է հարություն տալ նաև։ Եվ ինչպես Աբրահամը Իսահակին զոհաբերում էր եւ դրեց նրան սեղանի վրա, որ պիտի զոհաբերեր, որտեվ հավատում էր մեռելների հարությանը։ Միթե սա հրաշալի չի, հավատքը չերևացող բաների հաստատությունն է եւ գալիք բաների ապացույցը, ամեն։ Շատերը կարող էին այդ մարդուն ասել, ուր է քո Աստվածը, չէ որ դու այդքան բան կորցրեցիր, դու անվանի մեկն էիր, բիզնեսմեն, դու քրիստոնյա մեկն էիր, հնազանդ ու խոնար, պարկեշտ մեկը, բայց երբ նա անցնում էր այդ վայրով, որտեղ խորտակվել էր նավը, նա գրեց մի երգ, որը հետո հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Երգի հիմնական միտքն էր իմ հոգու հետ խաղաղություն է։ Չնայած այն ամենին, ինչ նա կորցրել էր, նա շարունակում էր վստահել Աստծուն։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ Աստված չի լքում նույնիսկ ամենամեծ ցավի մեջ։